Բարև ձեզ հարգելի քաղաքացիներ, եթերում նորից ծովիստով փոդքասթն է, Կիրակնորյա մեր փոդքասթը, որի մշտական վարողներն են Աղասի Ենոքյանը Հյուսիսային Կալիֆոռնիայից եւ Ռուբեն Մելիքյանը Երևանից։ Ողջույն Աղաս։ Ողջույն Ռուբեն ջան, բարև ձեզ սիրելի դիտողներ, մեր հերթական փոդքասթն է եւ ինչպես էս վերջի մի քանի փոդքասթների ժամանակ է լինում, մենք կանդրադառնանք Իրանում ընթացող պատերազմին եւ հետո կվերադառնանք Հայաստան, մեր անդրադարձը Իրանի շատ քիչ կլինի, որովհետեւ առանձնապես անդրադառնալու բան չկա։ Այդ որտեղ չկա։ Անդրադառ Հայաստանում կամ Իրանում։ Անհասկանալի Իրանում, Իրանում պարզապես անհասկանալի իրավիճակ է, ուրեմն ինչ եղավ, փաստորեն բանը պահանջել է, որ Իրանը բացի բլոկադան, Իրանը բացեց բլոկադան, հենց բացեց բլոկադան, Ամերիկան բլոկադա մտցրեց, հետո Իրանը ստիպված հետ մտցրեց բլոկադան, հետո Թրամփը ասեց ես երկու հատ մեդալ էլ վերցրեց խաղաղություն հաստատելու համար, ուրեմն Լիբանանի ու Իսրայելի մեջ, հետո ուրեմն ինքը պատերազմ էր սարքել Իրանի հետ, այդ պատերազմը ասեց ավարտել է մի հատ էլ խաղաղություն, ասեց էս էլ եղավ 10 հատ խաղաղություն եմ ես սարքել, սենց անհասկանալի վիճակ է, ինչ որ բան է գրում, ենթադրենք թվիթը գրում, ասում է ես ոչնչացնելու եմ քաղաքակրթություն ու այդ թվիթի վերջում ասում է Աստված օրհնի Իրանի ժողովրդին, չգիտեմ, անհասկանալի է, հիմա փաստը հետևյալն է, ճախտի մեջ ոնց որ մարդուն, այս բաները անում, որ մարդը չի հասկանում, էս ինչ եղավ այդ մարդուն։ Իդեպ ես մի բան ասեմ, մի հատ դու գնահատականը դու 80-ից մի բան աղեք։ Հա, էլի նորմալ է։ Լսի, ես այս վերջերս մի հետաքրքիր տենդենց եմ նկատել։ Մի հատ դու ասա, պես բան կա թե չէ, չենք էլ հասցրել նախապես խոսել։ Ասա։ Թաքեր Կարսենը օրինակ, եւ ամենաարտահայտիչը նա էր։ Եվ էլի ինչ որ մարդիկ, որոնք որ այդ մագայի գծի հետևորդներ են, չէ՞։ Այս վերջի օրերին տենց ընդգծված հակա իսրայելական գիծ են բռնել։ Դա նկատվում է այդտեղ, թե չէ։ Այսինքն մարդիկ, որոնք որ մագայի գծի մեջ են, բայց ինչ որ հոսանք է անջատվում, Իսրայելին են մեղադրում Իրանի դեմ պատերազմում, ինչ որ սկսում են քննարկման առարկա դարձնել հակասեմիթիզմի սահմանումները, որոնք որ չափազանց լայն են։ Կոպիտ ասած Իսրայելին քննադատում ես, հրճակվում ես հակասեմիտ, բայց դե ասենք ի՞նչ կապ ունես։ Ուրեմն իրավիճակը հետևյալն է, փաստորեն մարդկանց մոտ կա զգացում, որ Թրամփը կարծես պատանդ լինի Իսրայելի ձեռքը։ Այսինքն Թրամփի քայլերը չեն բխում Ամերիկայի շահերից, Ամերիկայի ազգային անվտանգությունից, այլ միայն ծառայում են Իսրայելին։ Այս զգացումից է, որ կա նման մոտեցումը։ Հասկացա։ Այսինքն դա բավական տարածված զգացում է, ճիշտ եմ հասկանում։ Հա, տարածված է։ Դե բայց չգիտեմ, ասեմ ուրեմն այսօր փաստորեն այս պահեդերությամբ, իսկ մենք փաստորեն գրում ենք հաղորդումը Կիրակի առավոտյան, հա։ Դե ձեր ժամով, մեր ժամով շաբաթ ցերեկը։ Հա, չէ, մեր ժամով Կիրակի ցերեկը։ Այսինքն եթերից մի քանի ժամ առաջ։ Ուրեմն հրադադարը հիմնականում պահպանվում է, չեն կրակում իրար վրա, բայց բլոկադա կա։ Մի երկու նավ փորձել են ճեղքել այդ բլոկադան, ամերիկացի կրակել են, հետ են դարձրել սրանց բան։ Հիմա դա է իրավիճակը, նոր փաստաթղթեր են, նոր առաջարկներ են ուղարկել ամերիկացիք, ամսի 26-ին կարծեմ, պակիստանցիների միջոցով, ամսի 26-ին Պակիստանում պետքա ըստ այսօրվա տեղեկությունների պետքա կայանա նոր ռաունդը բանակցությունների, մինչև հիմա ուրեմն գտնվում են այս պահին գոնե սառեցված պատերազմի վիճակում են գտնվում։ Այսքան է երևի ու անդրադառնանք, գիտես, անցած անգամ մենք որ խոսում ենք, ասում ենք երկու կարևոր իրադարձություններ չէ լինելը, մեկը փաստորեն այս բանակցություններն էին Իրանի, իսկ մյուսը սպասվող հանրահավաքներ Երևանում։ Բայց մի հատ էլ կարևոր իրադարձություն կա, մի րոպե։ Սպասի այս իրադարձությանը մինչև չանդրադառնանք, Երևանի հանրահավաքին չենք անդրադառնա։ Եվ դա Աղասի Ենոքյանի ծնունդն է։ Շնորհավոր։ Հենց նոր փաստորեն sense տարբեր մաթեմատիկական, բարդ մաթեմատիկական հաշվարկներով բարձեցինք ստեղ Երևանում, որ այսօր քո ծնունդն է, ընդ որում համ Ամերիկայի, համ Հայաստանի ժամով, եւ մենք ջերմորեն շնորհավորում ենք։ Ոնց էր։ Շնորհակալ եմ, շատ շնորհակալ։
Սենց ինչ-որ շնորհավոր։ Լսի, այդ լավ ասիր։ Այս անգամ տեսար այս շաբաթվա մեջ Նիկոլա, հա, բանը էլի ասում է, ձեզ ինչ է ասում, բարի լույս, բարի առավոտ, ինչ-որ տես բաներ է, չէ՞ ամեն Շուրու շանգյալից բացի ուրիշ բան չեմ հիշում, որ մեզ ասացել է, Շուրու շանգյալը մեզ Չէ, ասել։ այն որ հետո սարտիկներ էր անում, հիշում ես։ Այնինքն սրտիկները հələ արդեն սովորել է անել, բայց իր այդ լգ բաները, այդ նազիր վեզի Չէ, լգ այս քանի լավազները օր չի անում արդեն սարտիկները, Ինչ է չեք անում։ նկատել։ չի անում։ Պրոստը ասում է բարի լույս։ Այդ իր այն նազիր վեզիրները, որ մեկ-մեկ տես մեջտերը լնում են, այդպես շատ քյարտ տեսքով մարդիկ, այն օրը Արմավիրի մարզպետներով էր տես ինչ-որ հետաքրքիր կերպարա, բայց հայտի նկարտեց վայրալ գնաց, որ սենց արած սենց նկարվել է, այլես ինչ-որ սենց ծերերը սենց արած։ Քյարտ ինչ է, էլի սենց ձերով ցույց տալի։ Շատ խնդալու է իրականում։ Շնորհավոր եւ սպասում ենք քեզ Երևանում հնարավորինս շուտ եւ վերադառնալով արդեն մյուս կարևոր իրադարձությանը, դա այն էր, որ անցյալ Կիրակի օրը մեծ հանրահավաք եղավ ուժեղ Հայաստանի ուրեմն օպերայում եւ մեր հաղորդումը դրանից առաջ էր գրվում, մենք չենք կարող դա վերլուծել, ես որպես մարդ, որ այնտեղ գնացել էր, ասեմ, որ բավական լավ էներգետիկա կար, թվականակի մասին տարբեր տեղեկություններ եղան, բայց կարող եմ ասել, որ լեփլեցուներ, համարյա լեփլեցուներ, այն ծայրերը մի փոքր տենց լեցուներ, բայց լեփ չէր, էլի տենց մի թեթև բան կար, տենց բավական մարդաշատ էր, շատ կազմակերպված հանրահավաք էր, կարևոր էր Սամվել Կարապետյանի այդ ելույթը, որ տեղի ունեցավ, այն որ գիտես, այդ ստորություն էր էլի այդ Նիկոլ Փաշինյանի կողմից անդադ դեխոսա այն ժամանակ, երբ որ չկար դրա թույլտվությունը պաշտոնապես ստացված եւ նա խոսեց միայն այն բանից հետո, երբ այդ թույլտվությունը պաշտոնապես ստացվեց, ինչի ախր ես նոր հասկացա թե խնդիրը որն է։ Այս Նիկոլ Փաշինյանը իր բնավորության համաձայն ուզում էր Իրանով անել այդ մարդու փողերը, որովհետեւ գրավ էր մուծված, բավական խոշոր, պարզվեց, որ 4 միլիարդ դրամ գրավ էր, նաեւ տնային կալանքի հետ մեկտեղ։ Այս վերջի դատին պարզվեց, ընդամենը 3-4 օր առաջ։ Եվ եթե Սամվել Կարապետյանը որևէ պայման խախտեր, այդ փողը դարձնելու էին, չասեմ Հայաստանի Հանրապետության, ԿՊԻ սեփականությունն է, այսպես ասեմ։ Եվ Հայաստանի Հանրապետության մեծ գումար է Նիկոլ Փաշինյանը, փաստորեն է սիրային, որ ասում էր, դե խոսա դրա ամբողջ իմաստը այն էր, որ այդ փողերը ինքը Իրանով անի։ Հասկացա՞ր։ Հիմա արդեն։ Ասում եմ, որ այս մարդը ինչ է, մի տեսակ հասկացա, այսինքն փորձում էր տենց Իրանով անել, որ ավելի շատ է գրփել չրփելու մասնագետ է, չէ՞ դա։ Եվ նաև դրանից հետո եղավ բավական լուրջ երթ, որը կարծում եմ անհանգստություն պատճառեց նիկոլական ռեժիմին, դրանից հետո սկսեց հիստերիայի շրջանը։ Ասեմ ավելին, հենց այս պահին 17 հոգի իմ տեղեկություններով արդեն դատական նիստի օրվա, ուրբաթ օրվա ձերբակալված, որ բացարձակ անհիմն ձերբակալվեցին 17 հոգի, ես ոչ մեկի մասով որևէ հանցավոր արարք չեմ տեսել, առավել ևս, որ այնտեղ այնքան զորք էին բերել, որ չգիտեմ, երևի Շուշին այդքան զորք չէր պաշտպանում։ Եվ 17 հոգի ձերբակալեցին, հիմա իրենց կալանքի նիստերն են, դե չգիտեմ, ինչ կարելի է ակնկալել այս ռեժիմի դատական, այսպես ասենք, ընթացակարգերից, դժվար է։ Դրական բանակցություն տեսնենք։ Մի բան ասեմ, տպավորություն կա, որ ուրեմն այս կուսակցությունները, չգիտեմ, միավորվում են կամ առանձին դիմում են կենտրոնական հանձնաժողով, սկսում են ընտրական գործընթացի մեջ մտնել բան, այս ամենը այդքան անհանգստացուցիչ չի Նիկոլի համար, ինչքան ուրեմն փողոցային ակտիվությունն է։ Եվ իսկապես նա հասկանում, որ իր համար հիմնական վտանգը փողոցային ակտիվությունից է, եւ դրա համար առաջին իսկ պաստորի ինչքան երկար ժամանակ հանրահավաք չէր եղել, չէ։ Առաջին իսկ հանրահավաքից հետո փորձում է բավականին կոշտ պատասխան։ Այո։ Այս ընթացքում ինքը իր զինանոցը բավական համալրել է, ստեղծել է գվարդիա, որը ես համարում եմ ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ քաղաքացիական պայմանագրի կառույց, այդպես են ծրագրել, այդպես են ստեղծել։ Բան այդ իսլամական ռեժիմի պահապանների խորհրդի նման։ Չէ, ես ավելի շատ SS-ի հետ կհամեմատեի այդ կառույցը, իրանց նպատակը, ես չեմ ասում գվարդիայում ծառայող կարող է շատ էլ նորմալ
տղեկ լինեն, բայց իրանց նպատակը այդ կառույցի ձևավորման եղել է իրանց համար ինչ որ մի հատ SS ստեղծել է, էլի։ Եվ իսլամական գվարդիայի բանի պահապանների կորպուսը դա այտենց եկեք չվիրավորենք էլի այդ մեր հարևաններին, էլի, չհասկացանք որ պատերազմի մեջ եք այդ մարդկանց Ի նկատի ունեմ, որ չի ենթարկվում պետությանը, այլ ենթարկվում է ընդհանրենք երկրի ղեկավարին, էլի զոտ կամ չգիտեմ։ Դե whatever։ Մոտավորապես եմ ասում, հա։ Ինձ թվում է ավելի հարմար հայմատությունը SS-ն է։ Եվ հատկապես նաև գույներով, բանով, այդ սև գույներով, sense ինչ որ sense լյուդիվ չորնում է, էլի տենց։ Եվ տեսնենք թե հետագա քայլերը ինչ կլինեն, ամեն դեպքում Սամվել Կարապետյանի եւ նրա թիմի կողմից մենք վճռականություն ենք տեսնում, թե խոսքերի, թե որոշ դեպքերում գործողությունների մակարդակում, իսկ մի դրական բան ասեմ, որը որ մի քիչ նույնիսկ անսպասելի էր իմ համար, հույսեր կային շատերի մոտ, որ կարող է Սամվել Կարապետյանին դատարանը փոխի խափաման միջոցը տնային կալանքը վերացնի, եւ ես զարմանում եմ, որ այդ հույսերը կային, չէր կարող էլի նման բան լինել այսպիսի պայմաններում, հատկապես հակակոռուպցիոն դատարանում, որը շատ ավելի մեծ վերահսկողության ներքո է գտնվում, որտեղ իրենց կողմից ձևավորված դատարան է, ներկայիս ռեժիմի կողմից ձևավորված։ Էլի վերապահում անեմ, այնտեղ չեմ ուզում ասել, որ բոլոր դատավորները ինչ որ չէ, այնտեղ շատ լավ դատավորներ նաև կան, նույնիսկ ոչ այնքան լավ դատավորները երբեմն դրական որոշումներ են կայացնում, էդ էլ ասեմ։ Բայց խնդիրը ուրիշ բանի մեջ է։ Թույլատրվեց Սամվել Կարապետյանին շփումներ ունենալ իր կուսակիցների հետ։ Եվ դա շատ կարևոր եմ համարում, այսինքն սրանից առաջ ոչ միայն տնային կալանքեր, այլև հաղորդակցություններ full արգելված, միայն ընտանիքի մերձավոր ազգականների հետ։ Նույնիսկ Նարեկ Կարապետյանը, որ ոնց որ ֆրոնտմենն է այս ուժի երևում բոլորիս աչքին, անգամ նա իրավունք չուներ շփվել Սամվել Կարապետյանի հետ, հիմա ոնց որ թե բացել են շփումները, այո, Սամվել Կարապետյանը շարունակում է մնալ տնային կալանքի ներքո, բայց նրանք կարող են հյուրընկալվել այլ անձինք եւ երեկել մենք տեսանք, որ այտենց հավաքվել էին իրենց թիմով։ Եվ կարծում եմ դա կարող է ել ավելի նպաստել այդ ուժի արդյունավետությանը։ Որզա, տեսնենք թե հիմա ամեն դեպքում փողոցային պայքարի մեկնարկ կարծես թե տրված է, իսկ հայտարարվել է, որ հաջորդ հանրահավաքը լինելու կամ ինչ-որ լուրեր կան դրա վերաբերյալ։ Դե չէ, այս պահին չկան, բայց ես արձանագրեմ, որ շուտով հանրահավաք բառը չգիտեմ կիրառելի է թե չէ, բայց ապրիլի 24-ն է շուտով, ապրիլի 23-ին դաշնակցական երիտասարդները ավանդական ջահերով երթն են կազմակերպելու։ Մենք գիտենք, որ դա արդեն դարձել է մեր ապրիլի 24-յան օրակարգի կարևոր բաղադրիչներից մեկը, տեսնենք այդ օրը ինչ կլինի։ Մոտակա օրերս առաջին մեծ հավաքը, այսինքն առաջիկա մեծ հավաքը ապրիլի 24-ին է լինելու, տենց ասենք։ Նայ, ախր հանրահավաք տերմինը իհարկե բոլորիս համար հանրահավաք չեմ ասում, հավաք եմ ասում։ Հավաք, հա։ Դու 23-ին, չէ, 23-ին, որտեղ ջահերով երթն է։ Պրոստը ինչն է հարցը, մեզ բոլորիս համար դա մի քիչ այնքան էլ կոմֆորտային չի քաղաքականության հետ կապելը, բայց ոչ մեր մեղքով, այլ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության պատճառով ինքնաբերաբար ապրիլի 24-յան այդ ամբողջ այդ հիշատակի արարողությունները ստանում են շատ ավելի ընդգծված քաղաքական երանգավորում, որովհետև իշխող ռեժիմը գնալով հրաժարվում է, ոչ թե գնալով հրաժարվում է, բաց հրաժարվում է պահանջատիրությունից, այն հիշելու եւ պահանջելու կարգախոսից եւ անցնում է թուրքերի վերահսկողությունը աղերսելու ինչ որ քաղաքականության։ Մոտնես տպավորությունն է, որ իրանք հիմա գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, Ալիևն է իրանց ռուլի տանողը, բայց իրանք մտածում են, որ երևի ավելի լավ կլինի, տենց Թուրքիան լինի, տենց Ալենին ուղարկել են Թուրքիա, այնտեղ շատ զզվելի հանդիպումներ ունեցավ մի հատ Նատալիա Ալեքսանյան կա, որ ուղղակի զզվելի կերպար որպես նրա հետ հանդիպեց, պաշտոնականացրեց նա ամեն ինչ որ նա գրում է եւ խոսում է տարբեր մարդկանց մասին, էլի sense
հերթական մարդը, որ ի հայտ եկավ, որ ուղիղ ԿՊԱ-ական վերահսկողության տակ անու, ես կասեի ԿՊԱ-ական եւ դրա ԿՊԱ-ականի մասին համատեղ։ լսել եմ ես այդ։ Հա, եւ ոնց որ թե հիմա այտենց ռեժիմը փորձում է Թուրքիայի քաղաքական իշխանության տակ մտնի, այդ է էլի, դրա համար իրանք այդ ցեղասպանության հետ կապված հարցերը ինքնաբերաբար դարձնում են քաղաքական այն մարդկանց համար, այն մերպես մտածող մարդկանց համար, ոնց որ իրանք են ասում շուն ու շանգյալների համար, այդ սրիկաները իրանց ընկալման բնականաբար, որոնք որ հանդգնություն ունեն 15 թվականի դեպքերը ոչ թե պարզապես որպես պատմական փաստ հիշելու, այլ ընկալելու որպես գործող իրողություն, գործող իրականություն, որ հիմա էլ Արցախը դրա մի շարունակությունն էր ամեն ինչի։ Ինչեւ է դիստերի գելույթային անցնելը մի բան է ուզում ասել, որ այսօր էլ հավաքը կատարել ուրեմն հավաքը արել Նիկոլը իր երաշտական վարպետությունը ցուցադրելու համար ուրեմն Գյումրի հրապարակը էլի օկուպացրել են ոստիկանները, հա, եւ կարծես թե դա այդ ֆորմատով է։ Արշավելա Գյումրի, sense ձևակերպենք։ Հա, ու լավ լուրը այն է, որ դեռ այս ժամի դրությամբ ոչ ոք չի ձերբակալված եւ ոչ ոքի ուրեմն ավտոյի տակ չեն գցել։ Դե Փառք Աստծո։ Հա, մեկ էլ լավ լուրը այն է, որ Աննան անդհատակից դուրս եկել, փաստորեն, հա, պարզվում է, որ այդքան էլ չի, որ գնացել էր հորանցուն, հանդիպում են իրար, ու գոնե համերգային միասին են գնում։ Դա Մանավանդ եթե համերգին, ուրեմն համերգին, բանը ինչա մասնակիցը, համերգի բառաբանշիկը, հա, ուրեմն Նիկոլ Թմկավարն է։ Այս ուրեմն լուրերի մակարդակով։ Իսկ փորձենք հասկանալ, թե քաղաքական ինչ իրավիճակ է ստեղծում, հա, փաստորեն կուսակցությունները շարունակում են գրանցվել, այսինքն այն վախը, որ գնալու է ձայների փոշիացում մանր կուսակցությունների պատճառով, հա, կա եւ գնալով խորանում է, միակ այսօր մի անգամ տեսա միտեղ, որ ինչ որ հայկական ճանապարհ կուսակցությունը հայտարարել է, որ ինքը չի մասնակցելու։ լուրջ ես ասում։ Հասկանում ես, հա։ Լուրջ հայկական ճանապարհը չի բոլոր մասնակցելու։ կուսակցությունները, մնացած բոլոր կուսակցությունները, այդ թվում նաև Էդմոն Մարոկյանը մասնակցելու են։ Բայց մի վարքյան հայկական ճանապարհը չի մասնակցելու։ Չէ, չի Ամենքում եք մասնակցելու։ ճանապարհ անցնելու, լավ, տես ոնց կլինի։ Իսկ ովքեր են այդ հայկական ասма ճանապարհը։ գնացեք Նիկոլի հետ անցեք ձեր ճանապարհը։ Այ քեզ բան։ Смешанные чувства, ծանր ես բանանում, որ հայկական ճանապարհը այնուհանդերձ որոշում է դա տխրեցրեցիր ինձ աղաս, տխրեցրեցիր։ Ծննդյանը տորով տխրեցրեցիր ինձ։ Չէ, ինչ վերաբերում է փոշիացման գաղափարին, ես այնքան էլ համաձայն չեմ, ասենք ով պետք է գնա այդ մարդկանց բացի իրենց տնեցիկից ցեն տա այդ մանր-մունր։ Վայ չէ, ես գիտես մարդկանց հետ խոսում եմ։ Հա։ Ասում են այդ նույն հիասթափության բանն է, հա, ասում են կամ չեմ գնա ընտրությունների, կամ կգնամ անկապ մեկին ձեն կտա։ Դե ասա հերիք եղավ, էլի անկապ մեկին ձեն տվիք, էլի որ ցենց եղավ 18 թվից սկսած։ Հա, դե հետ է, էլի։ Հիասթափության մտնոլորտը որ խորացրել է փաստորեն երկրում, այս իր հայհոյախոսություններով, իր չգիտեմ, խուլիգանություններով, արի դա խուլիգանություն չի, ինչ ասենք, դու ոնց ես կանգնում, ուրիշ ինչ որ քաղաքական ուժի ընտրողներին ասում շուն ու շանգել, լավ, դա անելու բան է։ Գլխից պես չի տեղավորվում։ Խնդիրը հետևյալն է, հա, Նիկոլի խնդիրը հետևյալն է։ Նա հասկանում է շատ լավ, որ ինքը նոր ընտրող չի կարող գրավել իր կողմ։ Հիմա իր խնդիրը այդ իր խուլիգանություններով, իր հայհոյախոսություններով, մոտիվացնել իր հին ընտրողներին։ Հա, իր եղած ընտրազանգվածը պահելն է, որտեղ դա էլ է իր համար գնալով ավելի դժվար դառնում, հա, որտեղ մարդիկ եթե տեսնում են, որ կողքից կարող ուժեր կան, որոնք որ ուժեղ հանրահավաքներ են անում, են անում, սկսում են հասկանալ, որ Նիկոլը չի էլի, հնարավոր է նաև այլ տարբերակներ։ Եվ Նիկոլը ուրեմն այդ իր հայհոյանքներով փորձում է սրանց պահել։ Դե հա։ Ես այնց եմ անցնում այս եղած իրականություն։ Ոչ ամբողջությամբ եմ քո հետ համաձայն, այն առումով որ
ինքը շատ լուրջ քայլերի ա դիմում։ Մենք դրա մասին խոսում ենք, շատ լուրջ քայլերի ա դիմում ընտրողներ ներգրավելու հարցում, հեսա եվրոպացիները գալու են PR ակցիայի մայիսի 4-ին, ամբողջ փոխեցին շաբաթ օրը 3, այսինքն էլի, դարձրեցին աշխատանքային, իդեպ այդ օրը անձամբ իմ համար ամեն աշխատանքային էր երևի այս տարվա մեջ, որտեղ շատ ծանր օր էր Սմբատ Լպուծյանի, Ռոսմասեր ձերբակալման պատմության մասով։ Մի խոսքով ամսի 4-ի փոխարեն, մայիսի 4-ի փոխարեն, մայիսի 4-ին որպեսզի ոչ աշխատանքային լինի, երկուշաբթի օրով եվրոպացիները գալուց են, իրա PR-ը անելու ուրիշ նպատակ չկա։ Ստեղ էլ կարող են ինչ-որ մի հատ կոնֆետ տան, ասեն մենք որոշել ենք մտածենք վիզաների ազատականացման ինչ-որ բանի մասին, դա սկսի ծախել, այսինքն իմ կարծիքով ամեն դեպքում աշխատում են նոր ընտրողներ գրավելու ուղղությամբ։ Չգիտեմ, ամեն հա, ասես որ Եվրոպա թռնելը արժի 2 եվրո, չէ։ 2 եվրո։ Թոշակառուները ասեցին, հա, ասաց 2 եվրո արժի Եվրոպա։ 1.80 չէ՞։ Հանգաստում ես աղաս, 1.80։ Չգիտեմ, երևի ՆԴՍ հաշվի չկա, ասես տաքսը կան, ոնց է այդտեղ։ Հա։ Հետո, հա, թոշակառուներն էլ արձագանքել են, թե մեր ինչին է պետք, ասենք 2 եվրոն 900 դրամ է։ Ավել լավ է, ասենք մի 3000 դրամ էլ ավելացնենք, գնանք մի կիլո միս առնենք, ասենք, գնում ենք Եվրոպա, ինչ անենք։ Այ մարդ, Եվրոպա գնալ, չգիտեմ։ Չէ, բայց հետաքրքիր է, որ այդպես այդ մարդիկ հետաքրքիր կլինի փորձեն, էլի։ Ասենք ինչ որ մեկը Եվրոպա գնա։ Չէ, ես պատկերացնում եմ, որ այդպես լրագրողական բան կլինի, ինչ որ մի հատ տատիկ, պապիկ, որ լսում են, ասում են, դե վсё, մենք գնում ենք Եվրոպա։ 900 դրամ, շատ լավ է։ Այդ մարդիկ պետք է գնան մի հատ վիզա ստանան, մի հատ այնտեղ ասեն գնացին Եվրոպա, ու այրոպորտում չեն քնելու, չեն ապրելու։ Սպասի։ Ուրեմն այդ գները իջացրել են 2 եվրո, այդ մի քանի ժամվա համար, որ Նիկոլը ելույթ էր ունենում։ Այ որ բանալ էր, որ այդ պահին գար ազգային ժողովում ցույց տար, հետո տենց էլի բարձրացել են դարձել են 1200։ Դե գիտես այդ վիզաների ազատականացումից որ խոսում ես, մի հետաքրքիր փաստ կա, հա, ուրեմն այն ժամանակ երբ որ չէին խոսում վիզաների ազատականացումից, Հայաստանում բավականին հեշտ էր ստանալ ուրեմն եվրոպական վիզաներ, Շենգենի վիզաներ, եւ տրվում էին երկար ժամանակով, հա, մինչեւ 5 տարի, նույնիսկ 10 տարի։ Հիմա երբ որ սկսել է վիզաների ազատականացումից խոսել, վիզա ստանալը դարձել է պրակտիկորեն անհնար, եւ տրվում են միայն կարճաժամկետ վիզաներ։ Եկեք արդարել, ես այս վերջերս ստացել եմ, նորմալ ստացել եմ, էլի, տենց, չգիտեմ, կարող է ես բացառություն եմ, բայց այդպես տենդենս շատ ես չեմ։ Դու ինքդ գնացել ես դեսպանատուն ստացել ես, թե միջնորդների միջոցով ես ստացել։ Չէ, միջնորդներ չեն խառնվել, չէ։ Ինքդ գնացել ես դեսպանատուն միջնորդների։ Չէ։ Դե դու հայտնի ես, քեզ կտան։ Էդ էլ երևի այդ պատուհանի մեջ եմ, էլի, որ այն դրական պատուհան ա եղել, կարող է դա։ Ամեն դեպքում ես դժգոհ չեմ։ Ես ուզում եմ արձանագրել, որ ես վիզայի հետ կապված հարցերից դժգոհ չեմ։ Այսինքն դու կողմ ես, որ մենք եվրոպական ուղին ենք բռնել, չէ՞։ Այսա եվրոպացիք գալիս են ասում են, որ բանն մի Նիկոլը մեր աղբերն է, մենք գնում ենք միասին դեպի Եվրոպա, չէ՞։ Շատ կողմ ես, բայց Եվրոպան դա ես համարում եմ Եվ ոչ միայն Եվրոպան, Եվրոպանն էլ, Ռուսաստանն էլ, ես համարում եմ մշակութային առումով մեր այն արեալը, որտեղ որ նույնիսկ Իրանը մենք ինչի պետք է ինչ-որ մեկին մյուսին հակադրենք։ Այն Նիկոլ Փաշինյանի խնդիրն է նա, որ մեզ ստիպում է մեզ հակադրել։ Եվ մեր խնդիրն է նա, որ մենք չհակադրենք, ի պետք է հակադրենք։ Ես տենց եմ մտածում։ Որտեվ եթե չհակադրենք, չենք հասկանա, թե ինչքան լավն է Նիկոլը։ Չգիտեմ։ Այս ամբողջը։ Չգիտեմ, ես սիրում եմ Եվրոպան էլ, ես սիրում եմ Ռուսաստանն էլ, ես սիրում եմ Իրանն էլ, որպես քաղաքակրթություն ու հույս ունեմ, որ ձեր այդ քո կողմից ընտրված ձեր առաջնորդը այդ քաղաքակրթությունը չի վերացնի։ Աստված։ Դու կոսմոպոլիտ ես, պաստորեն։ Քո համար տարբերություն չկա, որ պոլիտ կա, բայց կոսմոն չգիտեմ։ Պոլիտը կա։ Կոսմոն չգիտես։ Լսի, բանա, եւ այդ որ ասում ես, ինչա ունե, կլիենտ չէ։ Ընտրողներ գրավելու պահով, հա։ Մեկ էլ ուզում եմ պարադանի, չէ, ինչքան ասում ես վերջերս լիքը զենք ենք ստացել, բերեմ այդ սաղ զենքերը ցույց տամ, ապացուցի, որ Հայաստանը ուրեմն իր անվտանգությունը ապահովված է եւ այլ, այդ քայլերը կան, հա, ասելի պարադի մասին մի ասա, որ ներվայնանում եմ, ասեմ, ոնց կարելի է այտենց մարդը պարադը ամեն դեպքում հաղթանակի մասին է, էլի։ Այն որ աբսուրդ էլի։
Մի խոսքով, այ Հաղթանակի մասին չի անում է պարադը։ Պարադը անում է իր առած զենքերը ցույց տալու, դրանք տարբեր բաներ են։ Դու ցուցահանդես վաճառ կանի։ Դե, մոտավորապես չէ։ Ինձ թվում է չի կարա վաճառի, ինձ թվում է դրանք ուղղակի ասենք Թուրքիայից 2 շաբաթով բերել է զենքերը ցույց տալի հետ տանի։ Ես չգիտեմ ինչ էր ցույց տալու, բայց դա տպավորություն կա։ Հետո մի մոռաց ինքը մեր գլխավոր գերագույն գլխավոր հրամանատարն է, չէ՞։ Չնայած ասում է որ Արցախը բանը արցախցիներն են հանձնել, գեներալներն են հանձնել, բան, բայց այնուամենայնիվ ինքը մնում է գերագույն գլխավոր հրամանատար, ասենք զենքերը ցույց տալու գծով, գոնե այդ պահով իր պատասխանատվությունն է։ Դե լավ, ինչ դու ջղայնացնում ես աղաց, չգիտեմ, ես սկսեցի ջղայնանալ ես վերջին բանը։ Մի ջղայնացի, Արի ես գերագույն եւ գլխավոր նոտայի վրա էլ այսօրվա մեր եթերը ավարտենք, եթե բան չկար քննարկելու։ Դե եթե բարկանում ես, հա։ Դե եթե բան կար քննարկելու, քննարկենք նոր եթերը փակենք։ Այսօրվա մեր եթերը եկեք սրանով հարգելի եւ սիրելի դիտողներ ավարտենք։ Հաջորդ շաբաթ կարևոր իրադարձությունների շաբաթ է, ապրիլ 24-ն է, ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, դրան եթե չեմ սխալվում, դրան հաջորդող շաբաթը իրենց մցրած այդ արհեստական քաղաքացու օր կոչվածն է։ Հա, քաղաքացու օր։ Հա, Նիկոլ Փաշինյանը իր այս վարքագծից հետո կարա դա վերանվանի շունուշանգյալի օր, ասենք իրան այս տերմինաբանությունն է, էլի հա տենց շունուշանգյալի օրն է, այսպես կարող է Նիկոլ Փաշինյանի տերմինաբանությամբ ասենք, որտեղ ինքն իր քաղաքացիների միստվար զանգվածին այդպես է անվանում։ Եվ կարծում եմ հետաքրքիր զարգացումներ լինելու նաև այն պատճառով, որ ամսի 13-ից մինչև ամսի 23-ը ներառյալ, եթե ես չեմ սխալվում, իսկ ոնց որ թե չեմ սխալվում, այն օրերն են, երբ պետք է ընտրական հանձնաժողովներ ներկայացվեն ցուցակցությունների եւ դաշինքների հայտերը, ներառյալ ցուցակներ, ներառյալ ծրագրեր եւ նաեւ հասկանանք այն абսուրդային այլանդակ միտքը, որ բերել մցրել են իրանց ծրագրում, դա всё-таки պաշտոնապես կներկայացնեն ընտրական հանձնաժողովին, թե չէ, որտեվ դա ուղիղ հիմք է մարդկանց ուղղակի չգրանցելու կամ գրանցելուց հետո գրանցումից հանելու համար, տեսնենք հələ ինչա լինելու։ Նաեւ տեսնենք վերջնական ցուցակները տարբեր ուժերի եւ ըստ այդմ, այսինքն արդեն կամաց-կամաց ընտրական process-ը ավելի ֆորմալացված փուլ է մտնում, որտեվ այս պահի դրությամբ ոնց որ թե ոչ մեկ չել դիմել։ Ես նման բան չեմ պատկերացել, որ ինչ-որ ուժեր պաշտոնապես դիմաց լինեն արդեն։ Կան դիմողներ։ Նիկոլեն չէին դիմել, քփան չէր դիմել։ Չեմ հիշում, կարծում եմ չէ։ Դե հրապարակում են հələ, բայց որ պաշտոնապես դիմեն, ոնց որ թե դեռ չէ։ Մի խոսքով հաջորդ շաբաթը կարևոր է լինելու, հետաքրքիր է լինելու եւ մինչ հաջորդ կիրակի։ Okay. Ստեսություն, սիրելի դիտողներ, կհանդիպենք հաջորդ կիրակի։ Հաջողություն։